Երևանցիները Երևանից ավելի մաքուր օդ են շնչում։ Քաղաքապետարանը հայտնում է, որ հյուսիսից եկած ուժեղ քամին մաքրել է օդը, եւ օդի որակի ցուցանիշները գրեթե նույնն են, ինչ ամռանը։ Ի դեպ, մինչ հյուսիսային քամու ազդեցությունը Երևանում դեկտեմբերի 8-ին օդի ինդեքսի ցուցանիշներն այն աստիճանի էին, որ անառողջ էին համարվում զգայուն խմբերի համար։ Երևանի քաղաքապետարանի սարքերից ստացված տվյալները գունավոր շրջանակներով ու թվերով արձանագրվում են on-line քարտեզում։ Վերջին 2 օրերին գունավորումը կանաչ է, ինչը նշանակում է, որ օդը մաքուր է։ Իսկ մինչ այդ ցուցանիշը կարմիր ու մանուշակագույն էր, այսինքն անառողջ եւ շատ անառողջ։ Չնայած այս բնական բարելավմանը, քաղաքային իշխանությունները փորձում են քայլեր ձեռնարկել եւ հույսները բնության վրա չդնել։ Առաջիկա ավագանու նիստում փոփոխություններ կկատարվեն 2 որոշումներում։ Կառուցապատողների նկատմամբ կիրառվեն լրացուցիչ սահմանափակումներ աղտոտող արտանետումները նվազեցնելու համար։ Պարտադիր բարեկարգման նորմերը կտարածվեն նաև հանքավայրերի վրա։ Քաղաքապետ Ավինյանի խոսքով օդի որակի խնդիրը հիմնականում կապված է Երևանի աշխարհագրական դիրքի հետ։ Ավինյանը գլոբալ լուծում է համարում Երևանից դուրս մեծ ծավալի կանաչապատ տարածքներ ունենալը, որպես պաշտպանիչ շերտ դեպի քաղաքաղտոտված օդ բերող քամիների դեմ։